Ջերմուկ համայնքի հավաքանու 2026 թվականի հուլիսի 14-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին, տևական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համաձայնություն հաստատել Ջերմուկ համայնքի հավաքանու 2026 թվականի հուլիսի 14-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը։ Հարց առաջին։ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Ջերմուկ համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը հաստատելու մասին։ Հարց երկրորդ։ Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման վերաբերյալ համայնքի հավաքանուն հաղորդում ներկայացնելու մասին։ Հարց երրորդ։ Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի փոփոխությունները հաստատելու, բյուջեի վարչական մասի պահոստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ Հարց 4. Ջերմուկ համայնքի հավաքանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի համար 90A որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Հարց 5. Ջերմուկ համայնքի հավաքանու 2023 թվականի փետրվարի 24-ի համար 14A որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Հարց 6. Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Ջերմուկ համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին։ Հարց 7. Ջերմուկ համայնքի 2026 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։ Հարց 8. Դրամական հատկացում կատարելու մասին։ Կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Հարց առաջին։ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Ջերմուկ համայնքի 2027-29 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը հաստատելու մասին զեկուցի Տիկին Ղազարյան։ Միջնաժամկետ ծախսերի ծրագրի ժամանակացույցի հաստատեցին վերջնաժամկետը հուլիսի 17-ն էր, դրա համար այսօր միջնաժամկետ ծրագրի հաստատելու միջնաժամկետ ծախսերի ծրագրերը դա մեր բյուջետային ծրագրերի մեջ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, կարճաժամկետը դուք տարեկան բյուջեներն են, միջնաժամկետը 3 տարիների բյուջեներն են, որոնք ներկայացնի եւ երկարաժամկետը դա ցանկացած համայնքի զինվորի զարգացման պլաններն են։ Ընդհանուր ասեմ, միջնաժամկետ ծախսերի ծրագրերը ինձ ներկայացնել իրենց համայնքի բյուջեները 27-28 թվականների համար, բայց շեղումները հիմնականում նկարագրում է 27-26-ի նկատմամբ, որի արդյունքում ունեն բավականին եկամուտների մասով աճ, խոսքը վերաբերում է շարժվելքի հարկի, որի դեպքում իրակետային տվյալները վերցնում են 25-26 թվականի համադրությունները 15%-ի մասով աճել է մեր շարժվելքի հարկի իրակետային տվյալներն տրամաբանությամբ, այսինքն նախարարությունների 2020 թվականի տոկոսաչափերը կիրառել են նաև վարձակալության պայմանագրերում, որովհետև վարձակալական պայմանագրերի հիմքում պայմանագրի գինը նույնպես համակում պատասխանային արժեքները։ Աշարժվելքի հարկը եւ վարձակալական պայմանագրերի աճը պայմանավորված է հիմնականում հայտարարությամբ 2021 նախատեսված դրամաչափերով եւ շեղումը 25-24-ի նկատմամբ անգելակետի 27-26-ի համար կազմում մոտավորապես 15%։ Փոխադրամիջոցների մասով համարյա թե մենք չունենք տարբերություն շեղումներ, հաստատի հաշվետվներ կատարում են քան ինչքան որ հաշվետված է մեր բազաներում, բայց տաղանդացքում կատարվել բազմից փոփոխություն թե աշարժվելքի մասով, թե փոխադրամիջոցների մասով գիտեք կապված օտարումների, նորձեռբերումների, նվիրատվությունների, ժառանգությունների հետ այդ ձևակերպումների եւ ամենամիստ մենք բարբերաբար փոփոխություններ ստանում ենք ճանապարհային ոստիկանությունից եւ կառավարական կոմիտեից փոփոխություններ կատարնավարձքում հաջորդող ամսամեկության իրակետային բազաներում կատարում են ճշգրտություններ։ Տեղական դուրքերը դարձյալ փոփոխություններ չկա, որովհետեւ ամեն երամսյակ մենք կատարում ենք հանդիսավոր սուբյեկտների մասով ինվենտարները հաշվետվներ կատարում հիմնական ինվենտարների հիման ճիշտ կատարման ընթացքում ավելանում են նոր տնտեսվարներ, դեպքերի փակվում են, գործունեությունները դադարեցնում են, ինչևէ շեղումները բավականին քիչ են եւ գծային մոտիվացիայով տեղական պետական դուրքեր կառավարվում են եւ գրեթե շեղումներ չունեն։ Այլ ոչ հարկային եկամուտների մեջ վարչական գանձումների մեջ ունենք ավելացումներ, հիմնականում պայմանավորված վարչականության եկամուտների ավելացման եւ բնակիչների հետ պայմանագրերի դարձյալ փոխկապակցությունների նկատմամբ ավելացման։ Հողակներում տեղական վճարերը պայմանավորվում են հիմնականում հաճախ երեխաների թվականակով, աղբանության մասով ակտիվացած պայմանագրերն են, հիմնականում սպասական վճարները սահմանվում են ըստ մեր
բնակֆոնդերի բնակարանային տարածքների հաշվառի մասսապականության ներողի կարգավորման ամրագրված քառակուսիները, որոնք սահմանվել 10 դրամ, ջրահեռացում ջրամատակարարում արձակող սահմանվել մեկ շնչի 25 դրամ, ջրամատակարարման բացը 120 դրամ, որոնք մի խոսքով տեղական վճարումներ դարձյալ փոքր փոփոխությունը պայմանավորված է աղբանության սահմանագրի ավելացման և ջրպանով մատուցած ծառայությունների փոփոխություններով, որովհետև 1500 դրամսակագիրը դարձել արդեն 2000 դրամ, որի արդյունքում մարդկային քանակով այդքան շեղումներ չկան, բայց գումարային քանակով բնականաբար շեղումներ լինում են։ Այլ միջկարգային եկամուտները ֆիքսված եկամուտներ են մեզ մոտ, մեր արևային տանրատված էլեկտրաէներգիայի կուտակված էլեկտրաէներգիայի հետ վերադարձնել համայնքի, ունենք 20 թվականներին պանական վճարի մասին համայնքի բյուջեվերով կազմել 570,000 դրամ և ունենք ընդերք օգտագործողների կողմից հատկացող գումարներ 990,000 դրամ, որով հիմնական ուղղվում սոցիալական ծրագրերի իրականացմանը։ Ճիշտ հատողեր կան, որ 15, 20, նույնիսկ 18% այդպես շեղումներ առաջացել, ավելացումներ են կատարել, բայց ընդհանուր հանրային գումարով մենք ունենք 27 թվականի բյուջեի աճը 26 թվականի համեմատ 12%։ Եկամուտների սա հիմնական սեփական եկամուտների մասով պաշտոնական տրանսֆերներում են դարձյալ, քանի որ իրակետային տվյալները հիմք խմբահամակցող սկզբունքով հաշվարկող դոտացիաների հաշվարկման բանաձևում նույն տրամաբանությամբ 12% է դոտացիայի աճ, այսինքն 339 միլիոն դառնում է 393 միլիոն 27 թվականի համար։ Ընթացիկ սուբվենցիաները որոնք տրվում ազգային բաժանումների սովորել երեխաների ծախսերի փոխհատուցման և հատուկ խմբավորումների երեխաների ծախսերի փոխհատուցման համար պետական բյուջեից դրանք մտածել են անխտով։ Ընդհանուր ամբողջ արդյունքում սեփական եկամուտների պաշտոնական տրանսֆերների մասով մենք եկամուտների մասում ունենք աճ 12%։ Եվ այս աճը, եկամուտների աճը հիմնականում ուղղորդել ենք հետևյալ ծախսերին, նախ ասեմ, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որ հիմա ներկայացնեցի, սկզբանե պիտի ասել, սա վիրտուալ համայնքի համախմբված միջնաժամկետ ծրագիրն է, որովհետև սրա մեջ մտնում են 8 հիմնարկների, քաղաքապետարան կառավարչական հիմնարկ, ջրպանովի համայնքային հիմնարկ և 6 համայնքային վճարительների կազմակերպությունների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ամեն հիմնարկի համար աշխատելով մենք առանձին, ամեն մի հիմնարկը ունի իր առանձին միջնաժամկետ ծախսերի ծրագիր։ Եվ արդյունքում այն ինչ-որ վերաբերում է ապրանքների և ծառայությունների մատուցմանը, նրանք այն ծառայությունները, որոնք վերաշնորհային են, դրանց կոմունիկացիաների ծառայությունների հանձնաժողովների սահմանված սակագները և գծային մեթոդաբանություն հաշվին կարել նախորդի վայրերի ընթացքում ասենք քանի կիլովատ էլեկտրաէներգիա սկավեր ցանկացած կազմակերպություն համարի խորանալ ջրի ծավալ էլեկտրակոծը ցանկացած կազմակերպություն։ Այն պայմանավորների ապրանքների ձեռքբերումը, որոնք եկել են նախորդ տարիներից դարձյալ նախորդ տարվա ապրանքների սակագները, եթե օգտագործել եք նմանատիպ ապրանքներ, վերցնում եք նմանատիպ ապրանքների սակագները, իսկ եթե նմանատիպ ընդհանրապես ոչ մի պայմանագրեր չենք մենք օգտագործել կամ ընկել նախորդ տարին, ապա մենք տվյալ պայմանագրերն համար հիմք շնորհանամ տվյալ ապրանքի ծախսերի համապատասխան շրջանական արժեքների մոտարկված սակագները։ Աշխատավարձերի մասով այս ծառայությունների ապրանքները այս տրամաբանությունը բոլոր հիմնարկների համար նույնն է, ոչ մի տարբերություն չկա։ Աշխատավարձերի մասով, հաստիկացուցակների մասով հիմք ենք ընդունել տեղական ինքնակառավարման մասին օրենքի և 28-34 հոդվածները, որտեղ բազայի եկամուտ համամասնային ժողովի դեպուտատի աշխատավարձը, որի 66% համարվում է համայնքի ղեկավարի աշխատավարձը և նրա աշխատավարձի 90%-ի չափով տեղակալներ, 80%-ի չափով համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, 80, 75, 70, այսպես բաժնապետեր, գլխավոր մասնագետներ, առաջատար մասնագետեր և այլն։ Միայն համայնքապետարանի աշխատակազմում և բոլոր կազմակերպությունների հաստիկացուցակներում 27 թվականից ապրանքների տեխնիկական սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, որը մինչ այս հաշվետվված եկամուտը 130,000 դրամ, դառնալի 143,000 դրամ, այսինքն այդ ավելացված եկամուտի հաշվին մենք կարողանում ենք տեղավորվել և բարձրացնել հավաքարարների, բանվորների, հսկիչների, քաղաքների աշխատավարձերը։ Համայնքապետարանի աշխատակազմի փոփոխություններ չկան, ենթակա կառույցների աշխատավարձներում ուրեմն եթե համայնքապետարանի աշխատակազմի 28% ենթականում 34, այնտեղ ունենք փոքր-ինչ բարձրացում ադմինիստրատիվ կազմում, բայց այն տրամաբանությամբ, որ տնօրենները չպետք է բարձր ստանան բաժնի պետերից, բայց ոչ պակաս գլխավոր մասնագետներից, և ադմինիստրատիվ կազմը չպետք է բարձր ստանա գլխավոր մասնագետից, բայց ոչ պակաս առաջատար մասնագետից։ Բարձրացվել է նաև բանկավարժների դրույքաչափը, այս պահին մենք ունենք
45,000 դրամ, Դարնավի 160,000 դրամ, եւ յուրահատուկ ասեմ նաեւ, որ սեպտեմբերի 1-ից մեր դիրքաչափը լինելու է ոչ թե 24 ժամ, այլ 20 ժամ։ Այսինքն մոտավորապես նախարարի դիրքաչափը լինի 150,000 դրամ։ Այդ կերպ ասած, այսպես ասեմ, այս եկամուտների ավելացում հիմնականում ուղղված է աշխատավարձերի բարձրացմանը 15,000-ից մինչև 30-35,000 այս հաշվերով ըստ պաշտոնյանցների, ըստ զբաղվածության, ըստ կազմակերպության բյուջեների հաշվառելով այս կոմպոնենտները։ Եվ մնացած տարբերությունը դրական տեղավորվել պահոստային ֆոնդում, որը պարբերաբար ձեր թույլտվությամբ մենք տեղափոխում ենք վարչական բյուջեից ֆոնդային զուտ սուբվենցիոն ծրագրերի կապիտալ ծախսերի իրականացման համար։ Ես մենակ արագ ասելու կապիտալ ծրագրերը նախատեսել 27 թվականի կեչուց գնդեված գյուղաշխիները ջրագծերի և աղբյուրակապերի հիմնանորոգում, ընդհանուր գումարը 100 միլիոնից 70 պետական բյուջեի 30 համայնքային բյուջե, գնդեվածի հատուցությունների սրահը, կեչուի վարչական վեբարերի սրահվայրը, հակային տարածքները, գնդեված գյուղում բուժկետի շինությունը և Ռոմանուս Մելիքյանի դպրոցի հիմնանորոգումը, ընդհանուր բյուջեն 110 միլիոն դրամ է, որից 60.5 համայնքային բյուջեն է, 40.5 պետական բյուջեն։ 27 թվականին նախատեսված 210 միլիոն դրամի կապիտալ ծախսեր։ 28 թվականին 600 միլիոն դրամի կապիտալ ծախսեր, կեչուի գնդեված հայրացման համակարգն է 400 միլիոն, որից 280-ը պետական բյուջեն է, 120-ը համայնքային բյուջեն է, և երեքում համայնքային շրջանակության ճանապարհների ասֆալտապատում 200 միլիոն, որից 90-ը բյուջեն է, 110-ը համայնքային բյուջեն։ Եվ 29 թվականին նախատեսենք 350 միլիոնի պետական կապիտալ ծախսեր, համայնքի բնակարանի զբոսայգիների խաղաղ մարզական հարկների կառուցում 250 միլիոն 150 հարաբերակցությամբ և համայնքում բակային աստիճանների հիմնապատերի վերակառուցում 100 միլիոն 40-55 միլիոն հարաբերակցությամբ։ Սրանք այն ծրագրեր են, որոնք մնացել են մեր նախորդ հնգամյա զարգացման ծրագրերից, որոնք չենք հասել իրականացնել։ Եթե այս տարի ընթացքում բացառ չհասնենք իրականացնել կապված գումարի հետ, մենք բնականաբար այս ծրագրերը տեղափոխենք հաջորդ 28-30 միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մեջ։ Հիմնականում սա է փոփոխությունը եկամուտների աճը օգնել է աշխատավարձերի բարձրացմանը և սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը։ Հարցեր Հարց երկրորդ։ Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման վերաբերյալ համայնքի ավարտանի հաղորդում ներկայացնելու մասին։ Տիկին Ղազարյան։ Երկրորդ եռամսյակի սամյակի կողմացքով շատ լավ աշխատել ենք, ուրեմն բյուջեի եռամսյակային հավասարաչափ պաշտպան արդյունքում մենք բյուջե կատարել ենք 97%-ով, միայն սեփական եկամուտների մասը բյուջեի կատարողականը կազմել է 95%։ Մասնավորապես հավաքագրում կատարվել է շատ մաշաշտուկի հարկի հավաքագրման մասով և տեղական դուրքերի մասով։ Տեղական վճարների մասով դարձյալ ոչինչ, ընդհանրապես 97% հավաքագրում կատարվել և բնականաբար այս գումարներից արդեն 70 միլիոնի վարչական բյուջեի գումարից 11 աշխատանքային ունեցել ենք տնտեսում, որը առաջիկի սամյակի ընթացքում դարձյալ ձեր թույլտվության համաձայնությամբ տեղափոխել ենք համայնքի բյուջեի ֆոնդային մաս իրականացնելու կապիտալ ծախսեր, իսկ մնացած մասը ծախսերը ուղղվել է քրթականում բոլոր հիմնարկների մասով, որպեսզի առանձին չթերթեն, որ ինչ կան, ասեմ ընդհանուր բոլոր հիմնարկներում մոտ 85% տվել է աշխատավարձ, 15%-ը ուղղվել է տվյալ հիմնարկի պահպանման ծախսերին։ Եվ հուլիսի 1-ի դրությամբ մենք ունեցել ենք մնացորդներ, վարչական բյուջեն եղել է 126 միլիոն դրամ, ֆոնդային բյուջեն եղել է 68 միլիոն դրամ, ներառյալ սուբվենցիոն գումարներ 31 միլիոն դրամ։ Ասեմ, որ գյուղակները ունեն նաև վճարներ, որոնք հետ է վերադարձել բյուջե և գանձվել են բյուջե և փոխարինս մասնակցникով հետ է վերադարձել գյուղակներին իրենց հիմնարկի պահպանված ծախսերը հերթագամար։ Մեր կարող են առանձնացնել ջրբանով սպասարկներից օգտվողների թիվը, որը կազմել է 6852 մարդ, առաջիկի սամյակում չպանողել և բերել բերվել եկամուտ 13,784,000 դրամ։ Կապիտալ ծախսերից քաղաքապետարանում ձեռք են բերել գրքեր 137,500 դրամ, ճպանող համար ձեռք են բերել խոթունցիչ 254,000 դրամ, ֆոնդային մասում կատարել նախագծային հետազոտական ծախսերի 700,000 կապվածողություն ծրագրերի և 36 միլիոն դրամ ուղղել են մեքենամեխանիզմների ձեռքբերմանը, 2 մեծ տրակտորների ձեռքբերմանը, որը հիմնականում գործարքը կատարեցին 10 տարի ամսին։ Մնացած 80% աշխատավարձ, մնացած հիմնարկի պահպանված ծախսեր։ Հարցեր
Հարց 2. Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի փոփոխությունը հաստատելու բյուջեի վարչական մասի պահոստային ֆոնդից գումար հատկացնելու մասին կզեկուցի Հազարյան։ Ուրեմն առաջին հուսալիական դարձավ արդյունավետ աշխատանքների դիմեն 35 միլիոնի հնարավորություն վարչական մասի տեղափոխելու ֆոնդային մաս, 30 միլիոնը տեղափոխելու համայնքի զարգացում պարզ դարձավ, որ մեր այգու շինարարությունը մեր տենդերը կազմել է 67 միլիոն դրամ եւ որպեսզի կարողանանք մենք այգու շինարարությունը ինչի վերջ իրականացնել, այնտեղ ունենք բավականին մեծ դեֆիցիտ, բնականաբար 30 միլիոն տեղափոխել ֆոնդային մաս, որպեսզի կարողանան նախահաշվով նախատեսված գումարը բավականին դիմարները փոխանցել։ Իսկ 5 միլիոնը ուղարկելու ենք սոցիալական որովհետեւ մենք ջերմոցների կառուցում, որից արդյունքը սոցիալական ծառայության արդյունքը պիտի օգներ մեր ձերից զբաղվածության կենտրոնի սպասարկման աշխատանքներին, բայց քանի որ շինարարների հնարավորությունների ուշացման պատճառով ջերմոցների կառուցումը փոքրիչ ուշացավ, հետևաբար կարիքն առաջացավ, որ այս տարի դարձյալ ծերերի զբաղվածության կենտրոնի սպասարկումը կատարի համայնքի բյուջեն, որ հաջորդ տարվանից արդեն սոցիալական ծառայության արդյունքում շարունակի զբաղվածության կենտրոնը, որի արդյունքում նախագիծեր ներկայացված 4 միլիոն 336,250 դրա համար 5 միլիոն կտանենք այնտեղ, իսկ մնացածը թողենք կրթական դպրոցների տակ, որովհետև լինում են դեպքեր, որտեղ ընթացքում շատ երեխաները մասնակցում են տարբեր միջոցառումների եւ կարիք լինում նրանց դառնական հատկացների տեսքով արգելակել չափը բարձրացնել, ուղղակի շնորհավոր։ Քիչ հետո բենզինի 35 միլիոն տեղափոխում են վարչականից ֆոնդային մաս, 30 գնում է ֆոնդային 30 միլիոն ֆոնդային